ազգակործան պատվասը շարունակում է գրոհը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Երեկվա մայրաթոռի դատապարտող հայտարարությունից հետո այսօր առավոտյան պատուհասը նոր գրառում է կատարել, հերթական անգամ թիրախավորելով ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարև պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ինչ է ձեզ հիմա տեղի ունենում եւ ինչու է Փաշինյանը թիրախավորում հայ առաքելական եկեղեցուն։ Տեղի է ունենում հայոց պետականության վերջնական կազմալուծումը, կործանումը, սա պետություն չի, որևէ նորմալ իրեն հարգող պետության մեջ պետության ղեկավարը այսպես իրեն չէր պահի, այսպեսի լկտի խուլիգանական փողոցային բաներ չէր գրի, այն էլ եկեղեցու ղեկավարության դեմ։ Դուք մի րոպե պատկերացրեք, որ Վրաստանում այսպեսի բան գրվեր, վրաց պատրիարխի դեմ, ասենք Վրաստանի պրեմիեր-մինիստրի կողմից 15 րոպեում այդ մարդուն, եթե հասցնեին տանեին օդանավակայան, կփրկեին, եթե չհասցնեին, նա շատ վատ կվերջացներ, ամբողջ Թիֆլիսը դուրս կար փողոց։ Մեր հետ ինչ ա եղել, ես չգիտեմ։ Սա հայոց պետականության վերջն է, սա պետություն չի։ Մենք մեզ պահում ենք, մեր հասարակությունը չէ, ղեկավարությունը պահում է որպես ինչ-որ բանանային հանրապետություն կամ ծիրանային հանրապետություն։ Եվ հետո այս միջազգային իրավիճակում, որը մեր շուրջ տեղի ունենում, եւ դրա մասին խոսենք, երեկվա հարձակումը Ռուսաստանի վրա, Ռուսաստանի ստրատեգիական ուժերի վրա, որը կայծ է, որից կարելի է գնալ դեպի միջուկային պատերազմ։ Այսօր լայնամասշտաբ հարձակում Ռուսաստանի վրա, Ղրիմի կամուրջի վրա, Բրիտանիայի եւ Ամերիկայի ներքաշվածությունը այդ բանի մեջ, երեկվա հարձակումների մեջ, որոնք դրոններով կատարվել են, այնտեղ աշխատել էր Բրիտանիայի ըստ ուկրաինացիների Բրիտանիայի հետախուզությունը եւ ամերիկացիները գիտեին, առնվազն գիտեին սրա մասին։ Դա նշանակում է ուղիղ արճակատում ՆԱՏՕ-Ռուսաստան։ Մեր կողքը Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Լաչինում բաներ են անում, հայտարարություններ են անում, այսինքն դաշնակցությունը դաշինքը գնալով ձևավորվում է։ Մեր կողքը Իրանի հարցն է լուծվելու, դե առայժմ տեսնում ենք, որ գուցե որպես խաղաղ ձևով դա լուծի, բանակցությունների ձևով։ Չինաստանն է սպառնում Թայվանին, ամերիկյան պաշտպանության նախարարությունը ասում է, որ հնարավոր է հարձակում լինի։ Ու այս իրավիճակում մենք մտնում ենք մարդկանց շալվարների մեջ եւ պարզում ենք ինչ անձնական կյանք ունեն եւ ինչ երեխաներ։ Ես կառաջարկեի, որ այս մարդը զբաղվեր կամ ասենք լատինամերիկյան բաներ կան, սերիալներ կան, տելենովելաս, որտեղ պարզում են ով ինչքան երեխա ուներ, ով եւ սովորաբար գլխավոր հերոսի անունը բան է Խոսե Լուիս, այդպեսի մի անուններ կան կամ Noches del Amor, շուտ այս բաներով թող գնա գրի, թող սցենար գրի այս մարդը։ Մյուս վարիանտն էլ բանն է, հնդկական կինոները, որ հիշում եք, երկու եղբայր են ծնվում, բաժանվում են, կորում են, հետո պարզվում է այդ խալ ունի ձեռքի վրա, նույն խալ ունի կամ այդ բուժքույրն էլ նույն խալ ունի, իր քույրն է պարզվում, ոչ մի այդպես թող գնա այդպես բաներով զբաղվի, գնան սցենարներ գրեն, սա երկրի ղեկավար չի, սա երկրի ղեկավարի պես իրեն չի պահում։ Եվ մենք այն վիճակում չենք, որ մենք այս բաներով զբաղվենք հիմա, մեր շուրջը հրդեհ է, համաշխարհային հրդեհ գնում է մեծածավալ, լայնածավալ արդեն երրորդ համաշխարհային պատերազմից մնացել է մի քանի վայրկյան ու մենք այս վիճակում զբաղված ենք բանով սերիալներով գոնե թող հայկական սերիալ գրի մենք ունեինք չէ ժամանակին ես հիշում եմ թող դրանով զբաղվի այս մարդը երկրի ղեկավար չի ինչ խնդիր է փորձում լուծել թիրախավորելով եկեղեցուն նա փորձում է կոտրել այն վերջի ինստիտուտը որը դիմադրում է այս խելագարությանը մենք ունենք ընդդիմությունը չգիտեմ որտեղ է մնաց եկեղեցին դա էլ է ուզում կոտրել որ կարողանա իր բռնապետությունը տարածել ամբողջ հանրապետությունով եւ իմջալից հետաքրիր է որտեղ խոստանալով դեմոկրատիա եւ թավշյա հեղափոխություն նա մեզ բերեց բռնապետության այնպիսի բռնապետության որ մենք չենք պատկերացնում որևէ մեկը մեր նախկին ղեկավարներից այսպիսի բռնապետություն չէր կազմակերպել առաջինը ստալինիզմի էլեմենտներ էին կարծես թե Իհայ գալի Փաշինյանի այս գործիքակազմում Գիտեք Ստալինը շատ վայրենություններ է արել դատապարտել է որպես քական գործիչ բայց այո եւ եկեղեցին է թիրախավորել բայց նա գոնե իր ժողովուրդը տարել դեպի հաղթանակ դեպի ինդուստրիալիզացիա իր բոլոր սխալների հետ հանդերձ որը նա գործել է նա սովետական միությունը տարավ դեպի հաղթանակ դարձրեց համաշխարհային գերտերություն կոսմոս հանեց կոսմոսի ծրագիրը մշակեց, այսինքն նա գոնե ինչ որ նվաճումներ ուներ,
Այս մեկը ամեն հարցով պարտվում է ստորանում է ու ամեն ինչ ձախողում է ու հարցակում է եկեղեցու վրա։ Անկամ այն ժամանակ ես չեմ հիշում, որ Ստալինը, ես այն ժամանակ չկա, դժվար է հավատալ, բայց ես չկա։ Ես չեմ հիշում, որ Ստալինը այդպիսի քֆուրներ ասեր մեր եկեղեցու ղեկավարի մասին։ Դուք հասկանում եք, սա ինչ է, մենք գյադայության մեջ ենք ստեղ։ Թուրքիա բան ադրբեջանցիները ասում են գյադադն բեյ olmaz, գյադայից բեյ չի դառնա։ Մենք մեր աչքի առաջ տեսանք սա ոնց է լինում։ Սա շատ ցավալի է։ Ես չէի սպասում, որ Հայաստանում այսպիսի բան կլինի։ Մեր ժողովուրդը ավելին է արժանի։ Տեսեք, մենք ֆիքսում ենք, որ Փաշինյանի այդ հայտարարություններին նախորդել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից թիրախավորումը հայ եկեղեցու, որտեղ Փաշազադեն հայտարարել էր, որ հայ եկեղեցին իր բառերով ասած ռևանշիզմի օջախ է։ Արդյոք սինխրոնություն չկա Փաշինյանի եւ Փաշազադեի գործողություններում, եթե անունները դուրս ոչ միայն գործողություններում, փաստորեն եւ անունների մեջ էլ զուգահեռներ կան, նախնապես էլ երևի, գիտեք, ցանկացած եկեղեցուն, ցանկացած հավատքին պետք է հարգանքով վերաբերվել եւ ճիշտ չէ, որ մի եկեղեցու կամ կրոնական համայնքի ղեկավարը մյուսին այսպիսի հայտարարություն անի։ Դա պետք չէ անել, պետք է եւ իսլամական համայնքը եւ քրիստոնեական համայնքը պետք է հանդարտվեն, կոչեր անեն խաղաղության, գոնե ճիշտ չէ, որ նրանք քաղաքական հարցերով զբաղվեն։ Իսկ այն, որ նա միանգամից այստեղ դա կրկնեց, տեսեք, ենթարկվում է, ոնց որ իրանց ծառան լինի։ Դուք տեսեք իր աչքերը, հիշում եք, երբ որ Ալբանիայում հանդիպեց Էրդողանին եւ Ալիևին։ Ոնց որ հենց այդ հնդկական կինոից իր կորցրած եղբայրներ լինեն, աչքերը նենց փայլում էին, ոնց որ նա երջանիկ էր, որ նա ստորացավ, որ նա պարտվեց, մուռ հանեց իր ժողովրդից, այնպիսի տպավորություն է, որ նա խնդիր ունի մեր ժողովրդից մուռ հանել, վրեժ խնդիր լինել իր անցյալում անհաջող լինելու կամ ներկայում անհաջողությունների համար։ Այնպիսի տպավորություն է, որ նա իրան դուր է գալիս մեզ ստորացնել եւ ենթարկվել Ալիևին եւ Էրդողանին։ Կարծես հոգեբանական տրավմաներ տարած անձնավորության վարվելակերպ լինի, միգուցե պատանեկան կամ երեխայական տարիքում։ Շատ հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Ես հոգեբան չեմ, չնայած գնալով հետևելով մեր քաղաքական կյանքին, ես գնալով արդեն հոգեբանություն սկսել եմ սովորել, որտեղ ուրիշ ելք չկա, բայց այո, սա երևի կոմպենսացիա է անցյալում ինչ որ վերքեր, ինչ որ անհաջողություններ, տրավմաներ, նարցիսներն են այդպես անում, նարցիսիզմ կա, դա սարսափելի հիվանդություն է, քողարկված ձևով է դա տեղի ունենում, եւ այդ մարդը սկսում է վրեժ խնդիր լինել, շրջապատից մուռ է հանում, բարձ ասած, էլի ինքը զգում է, որ ներքուս նա ոչինչ չկարողացավ հասնել, ամեն ինչ ձախողեց, բայց երբեք դա չի ընդունում, ուրիշներին է մեղադրում եւ հարձակում է ուրիշների վրա։ Իհարկե պրոֆեսիոնալ հոգեբանը ավելի ճիշտ դա կբացատրի, բայց սա նորմալ չէ։ Դուք որևէ պետության ղեկավարին տեսել եք, որ այդպես բարի կամ այսպեսի ժեստեր անի, կամ այսպես գորգոռա, այն էլ այդպեսի ձայնով, կամ փողոցային հայոյանքներ գրի իր Facebook-ի էջում։ Ես չէի կարող հավատալ, որ դա այդպես է։ Այն էլ պարույր սևակտված ազգը, նահապետ ունեցող ազգը, Սիլվա Կապուտիկյան, չգիտեմ, որ մեկին ասեմ, Արնո Բաբաջանյան, Արամ Խաչատուրյան ունեցած ազգը հասավ այս օրին։ Նրանք չէին հավատա, այդ մարդիկ չէին հավատա, որ մեր Հայաստանը հասավ այս օրին, որ փողոցային քֆուրներ են գրվում, այն էլ պարլամենտում մեր այսպես ասած, որը դարել է ազգային բեսեդկա, այնտեղ բան են քֆուրներ են դնում։ Ոչ ոք չէր հավատա, որ մենք այս օրին ընկանք։ Տեսեք, Մայրաթորը հայտարարություն տարածեց, բայց հասարակության ակնկալիքները կարծես թե ավելի շատ էին, քան բուն հայտարարությունը կամ դատապարտելը։ Այո, դե իհարկե եկեղեցին պետք է որոշի, թե նա ինչ հայտարարություն է ուզում անել, եկեղեցին չի ուզում ներքաշվել ինչ որ քաղաքական process-ների մեջ կամ ինչ որ կոչեր անի, որոնք որպես սադրանք կարող են դիտվել, ես հասկանում եմ դա։ Մյուս կողմից ասեցին, իրանք իրենց ասած ասեցին, չեն ուզում ներքաշվեն, չեն ուզում սադրեն, դա էլ է երևի ճիշտ։ Երևի այստեղ ճիշտ կլիներ, որ մեր ընդդիմությունը միավորվեր վերջապես։ Ոնց կարելի է ասեն շարունակել։ Տղամարդ չկա, մարդ չկա, ընդդիմություն չկա, ինչ որ քաղաքական լուրջ ղեկավարներ չկա, ուր են։ Թող միավորվեն։ Հիմա ժամանակը չի աթոռ կիսելու։ Ժամանակը չի պարզելու ով է ավելի լավը կամ ում մեղքն էր։ Ընդդիմության մի թևը ասում է, չէ, պետք է գնանք ընտրության, ես եմ այն կերպարը, որ կարող է հարցը լուծել։
ի տարբերություն մյուսների, որոնք կողմ են միավորմանը impeachment-ով կամ այլ ձևաչափով հարցը լուծելու։ Ես կցանկանայի, որ ընդդիմությունը այդ հակասությունները լուծեր, միավորվեր եւ սրան հեռացնել այսպես անհնար է, ասեն շարունակել անհնար է, մենք խայտարակվում ենք ամեն օր եւ մենք վտանգի տակ ենք, տեսեք, ռուսական պաշտպանության նախարարությունն է ասում, որ վտանգ կա հարձակվելու Սյունիքի վրա, Սյունիքում վտանգ կա հարձակման։ Նույն բանը ասում է Մարկո Ռուբիոն։ Ուրեմն երկուսով երևի շատ ավելի բան գիտեն, քան որոշ մարդիկ, որոնք ամեն օր վազվզում են այդ ինֆոգրաֆիկով, ասում են խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ, կարծում են դրանով հարց է լուծվելու։ Տեսեք, այդ երկու մարդը երևի մի բան գիտեն, որ ասում են։ Մի քանի տարբեր աղբյուրներից նույն բանն են լսել ես, որ այո, պլաններ կան։ Թուրքիան Ադրբեջանը ասում է, սա լինելու է, մեկը լինելու է մեր ասածով։ Ինչպես մենք շատ անգամ ձեր մոտ ասել ենք, հիմա ճնշում են գործադրում Իրանի վրա, գործածում Իրանի վրա, որ Իրանը զիջի Սյունիքի հարցով։ Միակ երկիրն է։ Ինքն էր ասել, որ միակ խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Դե ուրեմն մեր բոլոր ասածները տենց էլ ստացվեց։ Հիշում եք, մենք ասում ենք, միակ երկիրը Իրանն է, բայց Իրանի վրա հիմա կարող են ճնշել, Իրանին կարող են ճնշել։ Մանավանդ եթե հարձակում սկսվի Իրանի վրա, Իրանը ոչ մի բան չի կարող անել այստեղ։ Հիմա էլ դժվար կլինի, որտեվ այստեղ դաշինք մենք ունենք, մեր դեմ Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, հիմա էլ արդեն Պակիստանի, նրանց հետևը կանգնած է Միացյալ Նահանգները, նրանք միայն սպասում են, որ Իրանը ինչ որ գործողության գնա, որ հարձակվեն Իրանի վրա եւ Իսրայելը, որը ի դեպ այսօր ես կարդացի ընդունեց, որ իր զենքով են պարտվել հայերը, Իսրայելի տված զենքն է։ Հիկմետ Հաջիևը անձամբ հայտարարեց, որ Իսրայելից զենք են գնել։ Մենք դա գիտենք, մենք ձեր մոտ ենք ասել, 70%-ը իսրայելական զենքեր եւ Իսրայելի լոբին իրանց ամեն հարցում օգնում էր։ Տեսնում եք, մենք որ խոսում ենք, իսկ սրանց այս ծախված եվրոբեսեդկային փող են տալիս, որ ամեն ինչում Ռուսաստանը մեղադրեն։ Մի բառ ասել են, որ Իսրայելի զենքներ։ Մի բառ կամ մի բառ ասում են, որ այսօր դուք տեսաք այդ սարսափելի կադրերը, երբ այդ սովից մահացող երեխաներին Պաղեստինում հավաքել էին, որ օգնությունը բաժանեն ու սկսել էին կրակել երեխաների վրա։ Քանի հոգի մահացավ? 30 հոգի դուք ասացիք։ Տեսեք, ինչ են դրանք անում, ու այսպես կոչված քաղաքակիրթ արևմուտքը մի բառ չի ասում։ 60,000 մարդ են սպանել, կեսից շատը երեխաներ մայրեր։ Սովամահ են անում այդ մարդկանց։ 12,000 երեխա մեռնում է, լաց ալինում, նայեք այդ կադրերը։ Մարդ են հավաքում, ուտելիք են բաժանում, կրակում են երեխաների վրա։ Սրանք մեծ բաներ են անում, որ էլ իրավունք չունեն խոսալու, ինչ որ պատմական իրադարձությունների մասին, նրանք այդ իրավունքը կորցրեցին։ Հավասարվեցին նացիստներին։ Ես ավելի մեղմ ասեցի։ Այո։ Սրանից հետո ես չեմ կարող այլևս հարգանքով։ Ես չեմ խոսում հրեա ժողովրդի մասին, դուք գիտեք, որ շատերը ղեկավարությունն է, ոնց որ մենք խո մեղավոր չենք, որ այս խելագարությունը մեր մոտ է տեղ ունենում։ Նրանք էլ մեղավոր չեն, եւ շատ հրեաներ բան հանդես են գալիս, դատապարտում են, գիտեք, որ Բերնի Սենդերսը, որը հրեա է ցակմամբ խոսել է դրա դեմ, ինչ շատ սիրելի։ Այո, տեսակ մեկն էլ խոսած իրան բանով ուժով հանեցին դուրս։ Տեսեք, սա ֆաշիզմը, ոնց կարելի է մեր շատ սիրելի պրոֆեսորը, որը եկավ այստեղ Ջեֆրի Սաքսոնը, այլ է հրեացակմամբ, բայց նա ամենաառաջինն է, որ դատապարտում է այս, սա ցեղասպանություն է, ՄԱԿ-ի կողմից ճանաչված ցեղասպանություն, ամերիկան զինում է, ռումբեր է տալիս, փող է տալիս, Բրիտանիան հանգիստ կողքից նայում է, Ֆրանսիան, Գերմանիան 1.5 տարի անցավ նոր որոշեցին զենք չտալ Իսրայելին։ Տեսեք նրանց այդ 4 երեսանի աշխարհը։ Իսկ Ռուսաստանը, որ մտնում է Ուկրաինա, միանգամից սանկցիաներ։ Նրանք ձայն չհանեցին նաև Արցախյան ցեղասպանության ժամանակ։ Բայց քանի անգամ ենք մենք դա ասել։ Ձեր մոտ նստած ասել ենք այն սենյակում ենք ժամանակ, որ եթե լինի ինչ-որ բան, նրանք ոչինչ չեն անի։ Մեզ էլ ասում էին Ռուսաստանից փոխվեք 8 րոպեում ստեղ բան ամերիկան բանակն ա լինելու։ Այդ հիմարությունները անընդհատ կրկնում էին ու ստանում են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ 10 օր առաջ էլի 5.5 միլիոն դոլար ստացան Եվրոպայից, որ անընդհատ մեզ հիմարություններ պատմեն։ Անդրադառնանք հենց աշխարհակաղակական իրադարձություններին։ Օրեր առաջ ուկրաինական կողմը աննախադեպ ծավալի հարձակում իրականացրեց, թիրախավորելով Ռուսաստանի խորքը, հասնելով Իրկուտսկ եւ շատերի գնահատմամբ այդ հատուկ օպերացիան հնարավոր չէր լինի առանց արևմուտքի աջակցության, գոնե հետախուզության մակարդակով, հա։ Սա ձեզ ինչի կհանգեցնի, որովհետև մի քանի տասնյակ ինքնաթիռ ոչնչացվեց, այսինքն ռազմավարական կարողության օբյեկտներ թիրախավորվեցին։
Սա պատմության մեջ առաջի օրինակն է, երբ հարձակում կատարվեց միջուկային պետության զսպող պոտենցիալի, deterrent, զսպող պոտենցիալի մի մասին։ Ամեն միջուկային պետություն ունի 3 ուժ, չէ՞, միջուկային ուժերը 3 մասից են բաղկացած՝ ցամաքային, ծովային եւ օդային։ Սա փաստորեն մեկի վրա այսպիսի հարձակում է։ Այսպիսի հարձակում, եթե տեղի ունենար սառը պատերազմի ժամանակ, մենք բոլորս հիմա պետք է իջնենք շենքի տակ, ջուր հավաքենք եւ այնտեղ նստենք, սպասենք, երբ մեր գլխին պայթելու դա։ Սա սարսափելի անպատասխանատու քայլ է։ Սա փաստորեն հարձակում է միջուկային պետության վրա, միջուկային ուժերի վրա, որը ըստ միջուկային զսպման օրենքների կարող է բերել հակահարվածի։ Նրանք խաղում են կրակի հետ։ Եթե հաջորդը լինի հարձակում ինչ որ օբյեկտների early warning, վաղաժամ զգուշացման էլեմենտների, այսինքն այն ռադարները, որոնք տեսնում են, որ ստրատեգիական, այսինքն քրթիր է գալիս ձեր վրա։ Եթե նրա վրա էր հարձակվեն, հաջորդը ինչ էր լինելու, Սուզանավերի վրա հարձակվեն, դա նշանակում է, որ Ռուսաստանին դնելու են այնպիսի իրավիճակ, որտեղ նա կամ պետք է անմիջապես պատասխանի, կամ պետք է պարտվի։ Դա շատ վտանգավոր է ցանկացած պետության դնել այնպիսի փաստորեն անկյան մեջ մղել, որ նա կամ դու հիմա պետք է պատերազմ սկսես, կամ դու պարտվելու ես։ Սա ես չեմ կարող անգամ ասել սա որքան անպատասխանատու է, որքան վտանգավոր է։ Սա կոչվում է սադրել միջուկային պատերազմ։ Եվ այո, բրիտանական հետախուզություններ մասնակցել ըստ ուկրաինացիների եւ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Հեքսետը նախկին ժուրնալիստ, դա լավ չի վերջանում սովորաբար, իրեն զեկուցում էին այս հարձակման մասին։ Մենք չգիտենք նա սա պատրաստել է թե ոչ, բայց զեկուցում են։ Սա շատ վտանգավոր է, այսօր էլ լայնածավալ դրոնային հարձակում, Ղրիմի կամուրջի վրա հարձակում են։ Այսինքն երկու կողմն էլ գնում են դեպի կտրուկ էսկալացիա եւ ուղղակիորեն ներքաշվում Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն, որովհետեւ ՆԱՏՕ-ի պաշտոնապես հիմա ՆԱՏՕ-ն ինտեգրացել է իր հետախուզական, հրամանատարական, հոպի եւ օդային ուժերի հրամանատարական համակարգերը ինտեգրացրել է Ուկրաինայի հետ։ Այսինքն նրանք են հիմա ղեկավարում պատերազմը։ Ուղղակիորեն ընդգրկվում է, սա գնալով ավելի վտանգավոր է։ Ամերիկայում պետք է անի ռուսական կողմը։ Եթե հիմա պատասխան չլինի, նշանակում է, որ հաջորդ հարվածը լինելու է հաջորդ ուժերի, միջուկային ուժերի էլեմենտի դեմ, եթե լինի չափից դուրս եկող պատասխան, նշանակում է, որ սկսվելու է միջուկային պատերազմ։ Այսինքն սա շատ եւ շատ նուրբ հարց է։ Սա գիտեք, Միացյալ Նահանգներում ասում են game of chicken, այսինքն պատկերացրեք, որ դուք մեքենա եք քշում, ձեր դեմ մեքենա է գալիս եւ երկուսդ էլ ուզում եք ստիպեք, որ ձեր վրա քշողը վախենա եւ աճ քաշի։ Եվ դուք մինչեւ վերջ ձև եք անում, որ դուք աճ չեք քաշելու։ Մենք այսպեսի իրավիճակում ենք, երկու կողմներ իրար վախեցնում են, որ մենք մինչև վերջ ենք գնալու։ Սա շատ վատ կարող է վերջանալ։ Դուք տեսաք, որ ինչպես մենք ասում ենք տարիներով, այս բանակցությունները հեշտ չեն լուծվելու։ Ուկրաինան չի զիջում, Ռուսաստանը չի զիջում, Ուկրաինան ունի արտաքին սպոնսոր։ Երբ որ դուք ունեք արտաքին սպոնսոր, սովորաբար ձեզ օգնում են, որ դուք այս պատերազմը շարունակեք ինչքան պետք է։ Սա կարող է երկար գնա։ Սա երևի լուծվելու է մեկ կամ մյուս կողմը պետք է իր հակառակորդի փաստորեն ողնաշարը կոտրի, ցավոք սրտի։ Պետք է լինի ինչ-որ ռազմական այնպիսի գործողություն, որից հետո հնարավորություն չի լինի դիմադրել։ Արևմուտքը անընդհատ օգնում է Ուկրաինային, Ռուսաստանը այնպիսի ռեսուրսներ ունի, որ դա երկար կարող է շարունակվել։ Ցավոք սրտի այլ սանկցիաներ են քննարկում։ Լինձի Գրամը ասեց, դուք պետք է հասկանաք, որ դուք հիմա գործ ունեք Միացյալ Նահանգների հետ, նա երեք դա ասեց։ Եվ այն գործողությունները, որոնք դուք հիմա տեսնում եք, դա միջուկային պատերազմի նախապատրաստություն է եւ որոշ think tanks, որոշ ինստիտուտներ Միացյալ Նահանգներում, ուղեղային կենտրոններ, think tanks, մի քանիսը նրանցից եզրակացություն են արել, մի քանի տարի առաջ, որ հնարավոր է որ Միացյալ Նահանգները առաջի հարվածով կարողանա հաղթել միջուկային պատերազմ։ Դա ինչ է նշանակում, որ այնտեղ հիմա մարդիկ են նստած, որոնք կարող են այդ միտքը թույլ տալ, որ մենք կարող ենք մի հարվածով բոլոր, ասենք, միջուկային ուժերը ոչնչացնենք Ռուսաստանին։ Իսկ դրա պատասխանը ինչ է լինելու, այն մի փոքր մասը, որը չի ոչնչացվի, ուղղվելու է իրենց դեմ, դա սովորաբար Սուզանավերն են լինելու, ավիացիան տեսնում եք արդեն վնասվել է, իսկ ցամաքային ուժերը ամենախոցելի են։ Այդ հրթիռները շատ հեշտ է գտնել եւ խոցել, այսինքն Սուզանավերից հակահարված։ Հասկանում եք, երկու կողմը ունի մոտ 6000 գլխիկ, նրանցից կարծեմ 1.5 հազարն է արդեն մարտական պատրաստության վիճակում։ Մի հատ Չեռնոբիլը ամբողջ աշխարհը մի քանի ամսով փակեց։
Դա գլխի կերպ չէր։ Դե այնտեղ քանակը չեմ հիշում, քանակը գուցե ավելի շատ էր։ Ինչ հիմա տարածքում զգացում է հետևանքը։ Հա, բայց դա մենակ տարածքի հարցը չի, որովհետև այդ նյութերը մենք եթե միայն խոսենք նյութերի արտահոսքի մասին, միայն նյութերի չենք խոսում բանի հարվածի մասին, էլեկտրոմագնետիկ ուժերի մասին, այնտեղ 5 բան կա, չէ, ֆակտոր կա։ Մենակ մեկի մասին, այդ նյութերը դուրս են գալիս մթնոլորտ, կազմում են ամպ եւ այդ ամպերը սկսում են շարժվել։ Եվ որտեղ նրան շարժում են, դրա տակ ռադիացիա է ընկնում եւ մարդիկ սկսում են մահանալ։ Չեռնոբիլի ժամանակ 2-3 օրից դա հասավ Շվեդիա։ Շվեդիան հայտնաբերեց սովետականությունը ոչինչ չէր ասում, որ այսպեսի բան ա եղել։ Շվեդիայից հետո Նորվեգիայով գնաց Եվրոպա։ Մի քանի շաբաթ եվրոպացիները դուրս չեն գալիս իրենց տնից։ Դա մեկ Չեռնոբիլն էր։ Այստեղ ունենք 1500 գլխիկ ցանկացած կողմից դուք հասկանում եք մենք ինչ վտանգի հետ ենք խաղում եւ այս մարդիկ այդ խաղն են խաղում chicken ով ոնց են ասում վախկոտ խաղը այսինքն ես քո վրա եմ քշում դու իմ վրա ես քշում տեսնենք ով կվախենա ով տորմոզ կսեղմի վերջի մոմենտի հիմա այս վիճակն է եւ մենք զոհ ենք դառել շատ հին կինո կար Ադրիանո Չելենտանոյի հետ որ այդ հենց օրինակներ բերում որ ես ավտոբուսի վարորդ եմ դուք ավտոբուսի վարորդ եք մենք այս խաղը խաղում ենք բայց մեր ուղևորները կարող են մահանալ սրա հետևանքով շատ զարմացած եմ ես կարծում եմ շուտով կլինի հարված պատասխան հարված Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգների հետախուզությունը ասել է որ դա երևի լինելու է իրենց էներգետիկ համակարգի դեմ շատ դժվար սա ուղղակի խելագարություն է եւ միաժամանակ ռուս ուժերը առաջ են գնում սրընթաց ձևով առաջ են գնում այսինքն երևի տեսնելով որ մարդկային ուժերը սպառվում են Ուկրաինան որոշել է այսպիսի կտրուկ քայլերի գնալ, որ ստիպել, որ ռուսները ինչ-որ զիջումների գնան, բայց եթե ռուսները հիմա համաձայնվեն ստորագրեն ինչ-որ զինադադար առանց հարցի լուծմանը, միանգամից վերազինվելու է Ուկրաինան, միանգամից մարդկային ռեսուրսներ են բերելու գուցե արևմուտքից, արևմտյան ուժեր են բերելու եւ այլն, եւ պատերազմը նորից է բռնկվելու։ Ցավոք սրտի, եւ ուկրաինացիների եւ ռուսների համար։ Կարծես թե Թրամփի պլանը կասեցնել պատերազմը չի ստացվում։ Գիտեք, խոստում տալուց առաջ պետք է մտածել։ Մենք մի քանի քաղաքական գործիչ գիտենք, որ խոստումներ տվել էր, հիմա տեսեք ինչ վիճակում ենք մենք։ Քանի տարի անցել այդ խոստումներից 7 տարի, տեսեք, սկսեք գոնե գներից, տնտեսական իրավիճակից, չենք ասում էլ Արցախը, մեր արժանապատվությունը, մեր անվտանգությունը, այդ բոլոր հարցերում մենք ձախողվեցինք։ Տրամփը նույնպես շոումեն է, նա էլ այդ խոստումները արեց բավականին թեթև սոլիկ ձևով, նա չկարողացավ ոչ պատերազմը կանգնեցնել, դեռ չկարողացավ լուծել Իրանի հարցը, պաղեստինցիներին դեռ չկարողացավ բոլորին բնաջնջել եւ դուրս հանել Պաղեստինից, ինչպես նա խոստացել էր, հիշում եք, ասում էր, բաներ, Ռիվիերա եմ սարքելու այստեղ։ Նա կարծում է, որ բանա, Նյու Յորքում պլաժ է բացել իր համար։ Էդ էլ չկարողացավ անել եւ տնտեսությունը Միացյալ Նահանգներում շատ վատ վիճակում է, քանի որ այդ խաղերը իր բաների հետ տարիֆային խաղերը եւ վարկանիշն ընկած, այո, սա լուրջ չէր։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ շատ դժվար է լուրջ ղեկավար գտնել։ Շատ անպատասխանատու մարդիկ են։ Բրիտանիան էլ ասում է մենք պետք է պատրաստվենք պատերազմի, մենք պետք է խաղաղությունը ուժով անել։ Բրիտանիայի ամբողջ ռազմական ուժերը միած ստադիոնում են տեղադրվում։ Տեղ են գտնում մի ստադիոնում, այնքան փոքր է 300 տարվա ընթացքում սա ամենափոքր բանակն է, որ Բրիտանիան ունի։ Որոշ ուժեր ունի Ֆրանսիան, որոշ միջուկային ուժեր ունի Ֆրանսիան, գուցե կարող է մի քանի հարված հասցնել, բայց հակահարվածով Ֆրանսիան գոլորշի է դառնալ, ուղղակի գոլորշի։ Ես զարմանում եմ, թե մենք ինչ ղեկավարություն ունենք ամբողջ աշխարհում, բայց մեր ղեկավարությանը ոչ ոք չի հասնի։ Այսպիսի բաներով ոչ ոք չի զբաղվում։ Սառը պատերազմի ժամանակաշրջանում կողմերը այնուամենայնիվ այդ կարմիր գծերը չէին ասում, լինի դա Բերլինի ճգնաժամը, Չարլի Չեքփոինթի մոտ կամ այո, ճիշտ է հիշում, Բերլինի կրիզիսը, այո, Կարիբյան ճգնաժամը։ Հիմա կարծես թե այդ կարմիր գծերը կամաց ջնջվում են։ Այո, ես գրել եմ դրա մասին, միջուկային զսպման էրոզիան։ Մեր խաղաղ ապրելը 40 տարի, 45-ից մինչև 90-ականները մոտավորապես 40 տարի։ Դա բացատրում էր նրանով, որ սովետական միությունը հաղթեց ամբողջ աշխարհը, գիտեր որ չի կարելի կատակել սովետական միության հետ եւ հավասարակշռություն ստեղծվեց։ Եվ կար միջուկային զսպում։ Դու հարձակվես, ես քեզ ոչնչացնելու եմ։ Ես հարձակվեմ, դու ինձ ես ոչնչացնելու։ Իմաստ չունի հարձակվել։ 1962 թվականին մի հատ օրինակ բերեմ, դուք շատ լավ գիտեք, Կարիբյան կրիզիսի ժամանակ, երբ րոպեներ էր մնում, մինչև միջուկային պատերազմ սկսվի, պրեզիդենտը Միացյալ Նահանգների նախագահ Քենեդին իր օգնականներից մեկին դա կոչվում էր սև
Black Saturday կարծեմ, Սև շաբաթ, այո, երբ արդեն այնքան մոտ էին կողմերը պատերազմի, նա իր օգնականին ասեց դուք այնպես եք ուտում, ոնց որ սա ձեր վերջի ճաշն է, ասում է, բայց պարոն նախագահ լսելով ձեզ, ես կարծում եմ որ գուցե այդպես էլ կլինի։ Շատ մոտ էին։ Եվ գիտեք ինչ եղավ, Կարիբյան բանում, ավազանում կար Սուզանավ, սովետական Սուզանավ, որը ուներ միջուկային տորպեդա, եւ Միացյալ Նահանգների նավատորմը նրան շրջապատել էր եւ այդ բույներն էին գցում ջրի մեջ որպեսզի ստիպեն որ նա բարձրանա մակերես եւ այնտեղ գտնվում էին մի քանի հրամանատար նրանք կարող էին մենակ 3-ով որոշել օգտագործել հարվածել թե չհարվածել այսինքն միջուկային տորպեդա են օգտագործելու եւ նրանք Մոսկվայի հետ կապ չունեին չէին կարող կապնվել Մոսկվայի հետ այդ 3 մարդը պետք է որոշեին քանի տարի 55 տարի առաջ մոտավորապես թե մենք այսօր ստեղ նստելու ենք թե չենք նստելու երկուսը որոշեցին հարձակվել երրորդը իր անունը Արխիպով էր այդ երրորդ մարդը իր համաձայնությունը չտվեց հարձակման չնայած նրանք շրջապատված էին այդ մարդը այն րոպեին հենց այդ րոպեին որոշեց որ մարդկությունը դեռ 55 տարի կշարունակի ապրել որովհետև դրանից հետո սկսելու էր միջուկային փոխանակում մի հարված այս կողմից հարված այս կողմից հարված այս կողմից եւ աշխարհ չկա եւ մենք հիմա հարձակվում ենք Ռուսաստանի ստրատեգիական ավիացիայի վրա դուք հասկանում եք սա ինչ է դա նույն բանն է ինչ որ 62 թվականին այդ նավերից մեկը կրակեր Սուզանավի վրա իսկ պատասխանը ոնց պետք է լիներ ոնց է կարծում այդ երրորդ մարդը այլևս ձայն չէր ունենա ասել եթե մեր վրա հարձակվում են ստիպված ենք պատասխանել չէ այսինքն ես զարմանում եմ այս մարդիկ ոչինչ չգիտեն ոչ պատմությունից ոչ միջազգային հարաբերություններից անվտանգությունից ես զարմանում եմ մենք ինչ աշխարհում ենք ապրում բայց ես երբեք այսքան զարմացած Արխիպը որ տենալ մեր պրեմիեր մինիստրը ինչա գրում նա կզարմանար երևի այն մարդիկ որ նա տեսնեն մեր մոտ ինչա կատարում նրանք ասեն սա ինչ է դուք պետություն ունեք դուք ինչ եք դուք ինչ կղզի եք ինչ որ ինչ եք դուք Ես չեմ հասկանում սա ինչ է։ Հետևանքները այս ամենի ինչ կլինեն ըստ ձեզ։ Եթե օրինակ ռուսական կողմը ենթադրենք կիրառի տակտիկական միջուկային ռումբ, որի մասին նրանք նույն Մեդվեդևը բազմաթիվ անգամ ասել է։ Գիտեք, սպառնալիքները կորցնում են իրենց ուժը, եթե դուք ձեր ասածը չեք անում։ Տակտիկական այդ բառը չեմ կարող ասեմ ինչի այդ միջուկային զենքը դա լուրջ քայլ է դա նշանակում է որ դուք արդեն անցնում եք միջուկային շեմը եւ մեկից անցնում եք եւ ձեր հակառակորդին հնարավորություն եք տալիս նույն բանը անել դա շատ լուրջ քայլ է ես հույսով եմ որ այդ քայլի չեն դիմի նրանք մյուս կողմից անընդհատ սպառնալ եւ չանել նշանակում է դուք ձեր credibility-ն կորցնում եք ձեր արդեն չեն հավատում Ձեր հեղինակությունը սկսում եք կորցնել, այսինքն ինչ որ մի մոմենտ եւ օգտվում են դրանից։ Նրանք անընդհատ օգտվում են։ Դուք գիտեք, շատ լավ են վերաբերում եւ Արևմուտքին եւ Ռուսաստանին, բայց այս 3 տարին եթե դուք նայեք ինչպես գնաց, սկզբից ասում են 48 ժամում նրանք Կիև են վերցնելու։ Քննարկում էին թե արդյոք ջավելիններ տան թե չտան առաջի ամիսներին։ Հիմա հասանք F-16-ներին, հասանք տանկերին, հասանք Հայմերսներին, հասանք Սեզարներին, հիմա հասանք արդեն հարձակման ստրատեգիական ավիացիային եւ ՆԱՏՕ-ի ինտեգրմանը իրենց հրամանատարական համայնքի հետ, համակարգի հետ։ Սա գնալով առաջ է գնում, սա նույն բանն է, ինչ մեզ հետ անում է Ադրբեջանը։ Մենք ինչքան հետ ենք քաշում, նրանք ինչքան առաջ են գալիս։ Նույն բանը ընդեղ է տեղի ունենում։ Դրանք այդքան էլ հետ չեն քաշում, ուղղակի սպառնում են, չեն անում։ Ինչ որ մի պահ կգա եւ նրանք ստիպված կլինեն ինչ որ բան անեն, որպեսզի սա կանգնի։ Օրեշնիկը դուք տեսաք։ Այսինքն սա շատ վտանգավոր է, քանի որ փաստորեն Ռուսաստանին ստիպում են գնալ ինչ որ քայլերի կամ ամեն ինչ կորցնել։ Նույն բանն է, եթե հիմա ես չեմ անի իհարկե, բայց եթե ես ատրճանակ պահեմ եւ դուք ինձ անընդհատ մոտենաք եւ ասեք դու չես կրակելու, դու չես կրակելու, դուք ինձ ստիպում եք, որ ես կրակեմ, որ ես իմ հեղինակությունը չկորցնեմ։ Նրանք պետք է հասկանան սա ինչքան վտանգավոր է։ Մենք րոպեների չէ, բայց մենք արդեն գնալով մոտենում ենք այն իրավիճակին, երբ երկու կողմը կարող վերահսկողությունը կորցնել այս կոնֆլիկտում։ Սառը պատերազմի ժամանակ նորից եմ կրկնում, այսպիսի բան հնարավոր չէր։ Մենք մինչև հիմա ուսումնասիրում ենք Կարիբյան կրիզիսը 62 թվականի։ Կարիբյան կրիզիսի ժամանակ ոչ ոք չէր համարձակվել լայնածավալ հարձակում հակառակ կողմի օդային ուժերի։ Երկու ինքնաթիռ են խփել սովետական ուժերը, երկու U2, մեկը Կուբայի վրա, մեկը չէին խոցել, բայց հետապնդել են սովետական միության տարածքում եւ այդ ժամանակ պանիկայի խոճապ էր սկսվել Կենեդիի մոտ, որտեղ նրանք կարծեցին հիմա ռուսները կկարծեն, որ մեր այդ ինքնաթիռը, որը Ռուսաստանի վրայով թռնում է, դա նախապատրաստում է հարձակման։ Նրանք իրանց արածից վախեցան։
որովհետև տեսան, որ արդեն երկրորդ ինքնաթիռն է հետապնդվում չէին խոցել երկրորդը սովետական միության տարածքում, ասեն հիմա Խրուշչովը կմտածի, որ մենք պատրաստվում ենք հարձակվել, պետքա սա կանգնեցնել, նրանք հետ կանգնեցին այդ րոպեին, ես զգուշացրեցին, որ որևէ ուրիշ հարձակումներ չլինեն։ Իմ չգիտեմ ինչքան են խոցել այդ ինքնաթիռների, քանիսն են խոցել, ըստ Ուկրաինայի 40, ըստ ռուսների մի քանի, դե ինչ որ մեջտեղն է երևի ճիշտ թիվը, բայց այսպիսի բան անհնար էր պատկերացնել Սառը պատերազմի ժամանակ։ Ես զարմանում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որքան վտանգավոր է այս իրավիճակը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube ալիքին, կհանդիպենք։